Պարոն Սարգսյան, ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղություն է եւ մի հատ էլ ընդգծում է, որ այդ խաղաղությունը գտնվում է Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում տեղի ունեցած այդ աղոթքի նախաճաշերի մեջտեղում մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի մատնանշած խաղաղության ֆոնին Ադրբեջանում կեղծ եւ շինծու դատավարություններով արդեն որոշում են, որ ՑՄ ազատազրկման դատապարտեն Արցախի նախկին ղեկավարներին, ճիշտ է 2-ին 20 տարի 20 տարով են ազատազրկում, բայց ինչպես է ստացվում, որ երկու կոնֆլիկտ ունեցող պետությունների մեկում խաղաղություն է ըստ ղեկավարի, իսկ մյուսում դատում են հայերի։ Դենց էլ ստացվում է։ Դա խաղաղություն է։ Չէ։ Նորից խաղաղությունը սրանից երևի երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ինքնախոստովանության խոսքով ապացուցեց, որ ինքը լավ չի հասկանում ինչա կատարվում։ Ինքը շփոթում է խաղաղությունը եւ կոնֆլիկտի բացակայությունը։ Ինչ են դրանք տարբեր բաներ, որտեղ խաղաղությունը դա պետությունների մեջ է լինում, իսկ կոնֆլիկտը դա հասարակության բան։ Եվ ելնելով իրավիճակից կոնֆլիկտ ունեցող հասարակությունները շատ ավելի արագ են, մանավանդ նմանատիպ էթնիկ կոնֆլիկտ, որը արդեն իսկ 2-3 պատերազմ ունեցել, այդ հասարակությունները շատ ավելի հանգիստ են դուրս գալիս պատերազմը։ Այս պահին մենք ունենք ոնց որ սահմաններին չեն կրակում ձևակերպումը միակն է, որը ճիշտ է, բայց սահմաններին չեն կրակում ձևակերպումը եւ ռազմական ոնց որ գործողությունների բացակայությունը պայմանավորված է եվրոպական դիտորդական առաքելության արկայությամբ։ Հիշեցնեմ, որ սա հենց այն ուժն էր, որը եւ կասեցրեց ռազմական գործողությունները։ Մնացած բոլոր բաները, որոնք եղել են, բոլոր իրադարձությունները, որոնք դրան հետևել են, հանք ուղղակի բացառապես հացանցել են։ Այսինքն սա եվրոպական դիտորդական առաքելության ներդրումն է եւ շնորհքն է Բայց դիտորդները կային էլի կրակում էին։ Այո, նորից եմ ասում։ Դիտորդները կային էլի կրակում էին, բայց այդ կրակոցները եկան մինչև 0 եւ բավականին երկար 23 թվականի վերջից 24 թվականի ընթացքում կրակոց գրեթե չեն կրակում։ Սյունիքի գյուղերի վրա որ կրակում էին Սյունիքի գյուղերի վրա որտեղ որ կրակում էին, դա այն գյուղերն էին, որտեղ որ եվրոպական դիտորդական առաքելությունը չէր մտնում։ Ռուսները արգելել էին իրանց այնտեղի մուտքը, ես լավ հիշում եմ այդ պատմությունը։ Չէ, ես էս վերջին դեպքը նկատի ունեմ այդ տանիքներին, որ կրակում էին մի քանի ամիս առաջ։ Դա ուրիշ պատմություն է, դա արդեն Տրամփի պատմությունն է։ Դիտորդական առաքելությունը որտեղ որ կանգնած է, այնտեղ կրակոց չկա ու չի եղել։ Մի անգամ եղել է 23 թվականին, երբ որ դիտորդական առաքելության ներկայացուցիչի ուղղությամբ ա եղել կրակոցը երկրորդ բանակային կորպուսի տարածքում, վերին շորժերի բանում։ Դրանից հետո որտեղ որ իրանք եղել են, կրակոց չի եղել։ Եվ սրա կոպիտ ասած սրա ձեռքբերումը, այո, այն է, որ հնարավոր է դարձել սարքել փաստաթուղթ, այդ փաստաթուղթը իդեպ սարքվել է դեռևս նախորդ ադմինիստրացիայի կողմից, եւ այդ փաստաթղթի շրջանակներում ստորագրվել է կամ նախաստորագրվել է մի 17 կետանոց համաձայնագիր, որը խաղաղության հետ որևէ կապ չունի։ Դա ընդհանրապես փաստաթուղթ է, որը մինչև չրատիֆիկացվի, պետությունների միջև խաղաղություն չի լինելու։ Այսինքն դուք նույնիսկ չեք կարող մեղադրել Ալիևին նրանում, որ ինքը չի բանանում, չի պահպանում այդ խաղաղությունը եւ շարունակում է կրակել, որովհետեւ դե ֆակտո եւ դե յուրե որևէ հիմք խաղաղության մենք չունենք։ Մենք ունենք էթնիկ կոնֆլիկտ Ադրբեջանում։ Ադրբեջանը չի դադարում հայտարարել եւ Հայաստանի տարածքի նկատմամբ ախորժակը զարգացնել իր բնակչության մոտ։ Չի դադարում թուրքական երկրների ղեկավարներին հավաքել տանել Արցախ եւ այնտեղ խոսել եւ հայտարարել, որ Հայաստանը պետքա չլինի, չի դադարում Էրդողանին կանչել արդեն իսկ ողորմածիկ F-16-ների կործանիչների օդաչուների հետ միասին բաներ անել։ Այսինքն դուք ինձանից պահանջում եք մեկնաբանել ինչու չկա խաղաղություն, խաղաղություն չկա, որովհետեւ հասարակությունների միջև կոնֆլիկտի լուծումը ոչ մեկ չի զբաղվում։ Ուղղակի ոչ մեկ չի զբաղվում։ Եվ ոչ մեկ չի կարող զբաղվել, բացի կոպիտ ասած այն դառը իրականությունից, որ սա տևելու է տարիներ։
Ասեմ ավելին, երբ մի կողմը ագրեսիվ վիճակում է եւ ինքը համարում է իրան հաղթած պատերազմում եւ հլախորժակ ունի, իսկ դիմացի կողմը ասում է, որ ինքը պատրաստվում է բանակի բաները կրճատել, ծախսերը կրճատել եւ չգիտեմ ինչ որ հախոսում է խաղաղություն, դա հարձակվողի մոտ ախորժակ է բացում։ Ագրեսորին հնարավոր է կասեցնել միայն գործողություններով, որոնք պարունակում են ուժային պատասխանի հնարավորություն։ Եթե Հայաստանի կառավարությունը շարունակի խոսել նրա մասին, որ կրճատում է բաները, ինքը չգիտեմ, ծախսերը կրճատում է, բանակի բանը կրճատում է եւ այլն, դա Բայց միաժամանակ ախորժակ ասում է արեք տանեմ զենքերը ցույց տամ գնա պիտակները վրան գործարանային այնտեղ դա էլ դրած։ է հետաքրքիր, նու ինչ հետաքրքիր ծիծաղալու մղձավանջի մեջ են գտնվում։ Ոբշեմ լրագրողը բան չի հասկանում պաշտպանության ոլորտից, դա հասկանում եմ, բայց ասենք այդ ռազմական գաղտնիք պարունակող նյութեր են էլ։ Ինչա նշանակում գնա պիտակները տանեմ ցույց տամ։ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները անվտանգային ոլորտի մասին կործանարար են ուղղակի։ Ոչ մեկ չպետք է իմանա ոչ գնա պիտակը, ոչ զենքը, ոչ զենքի մոդելը, ոչ բան, ոչ մեկ չպետք է իմանա։ Դե ասում է թուղթ ստորագրեք, որ հետո այդ տեղեկությունը չեք տարածելու, արեք համոզվեք։ Հասկանում եմ, Նարեկ ջան, դու ինչ ես ասում, ես քեզ ասում եմ, դա խայտարակություն է։ Ինչ կապ ունի ինքը ինչ ասում։ Դա խայտարակություն է։ Բաց ուղիղ ԶԼՄ-ի միջոցով թվարկել ճշգրիտ թվերը ասել սպայական անձնակազմի, դա ռազմական գաղտնիք պարունակող նյութ է։ Այս մարդը լրագրող է, բան, ինչ է դրա թերթի անունը։ Այդ թերթի խմբագրի կարգավիճակից չի դուրս եկել։ Իրան թվում է ինքը թերթի խմբագիր է, իրան թվում է որ երկրի կառավարումը, մարդը խոստովանում ասում է ինքը չգիտի որ երկրի կառավարումը ինչ է։ Ինքը ամեն օր իր համար նոր բաներ է բացահայտում, եւս մեկ բացահայտում նա վեր եմ տալու։ Ռազմական եւ պաշտպանական ոլորտի տեղեկությունները իրանք պարունակում են ռազմական գաղտնիք եւ դու որպես չստացված լրագրող կարող ես չիմանաս դրա մասին։ Դրա համար ուղղակի ցանկալի է չխոսել։ Պարոն Սարգսյան, միջև այս թեման շարունակել է, դիտորդների հետ կապված 2025 թվականի մայիս, մարտ, ապրիլ ամիսներին, որ խնածախի Սյունիքի խնածախի ուղղությամբ կրակում էին, չկար այնտեղ դիտորդ եվրոպական, որտեղ ռուսները արդեն դուրս էին եկել։ Չէ, դիտորդ չկար մեկ, երկրորդը արդեն Տրամփն էր եկել, արեք։ Տրամփը ինչ կապ։ Բա Տրամփը այն կապ ունի, որ եվրոպական դիտորդական առաքելությունը հողի վրա էր, իսկ Բայդենի ադմինիստրացիան զբաղվում էր պատժելով։ Մարտ-ապրիլ ամիսներին Տրամփը ամբողջությամբ Պուտինի կողմնակից տղա էր։ Ինքը այդ ժամանակ նույնիսկ Ուկրաինային էր ասում Ուկրաինան պետք է վերանա։ Ադրբեջանը փորձում էր թե որտեղա կանգնելով։ Շարունակելով այս Թրամփի ուղին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառուցապատման իրավունքի երկու սցենար կա 99 եւ 49 տարվա, որովհետեւ ասում է 5 տարով օրինակ դա իրատեսական չէ, ներդրում են անում, պետք է ներդրումները ստանան եւ ասում է, որ նախատեսվում է առաջիկայում գազատարի հարց օրինակ կառուցել երկաթ գիծը, հետո նոր անցնել մյուսներին։ Դուք ինչպես եք այս տեղեկությունը մեկնաբանում սա։ Ես Տրամփի ցանկացած նախաձեռնությանը վերաբերվում եմ խիստ բացասական։ Ինչո՞ւ։ Վերջակետ։ Անկախ նրանից թե աշխարհի որ ծերում է դա արվում։ Լինի դա Գազայում, լինի դա Հայաստանում, լինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, լինի դա Կամբոջայում կամ Ալբանիայում։ Բայց օրինակ եթե Ալիևը Հայաստանի տարածքով անցնող գազամուղ է ունենում, ավելի զուսպ չի լինում։ Ոչ։ Կրակում է, որ իր գազամուղը վնասի։ Չէ, խոսքը կրակելու մասին չի, նայեք, իր պետական պլանը Հայաստանի ոչնչացումն է։ Տրամփի դրոշի տակ անցկացված գազամուղը նշանակում է, որ անհասկանալի ընկերություններ, անհասկանալի գործողություններ են անելու Հայաստանում։ Նույն բանը ասում է Նիկոլը այդ բանի մեջ, ասում է, որ տոկոսային բաները ըստ ներդրումների է։ Հիմա արդեն ԱՄՆ-ն 140 միլիոնի ներդրում է արել իր ամերիկյան ընկերության մեջ։ Նորից եմ ասում, եւս 5 միլիարդ հիմա կանի մի հատ ուրիշ ընկերության մեջ։ Ընդ որում ինքը փող չի ծախսի, Ալիևը այդ փողը կտա։ Ու կստացվի, որ ձայների 90%-ը անհասկանալի բանի մոտ է։ Ոչ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն չեն կարող վերահսկել, որ երրորդ հրավիրված ընկերությունները Ալիևի կամ Նետանյախուի կամ Պուտինի հետ փոխկապակցված չլինեն։ Չեն կարող։
նույնիսկ որ բացահայտեն, բայց ամերիկյան ճակերտավոր կողմը արդեն իսկ ձայների 80% ունենա, ոչինչ հնարավոր չի լինելու անել։ Գազամուղը նշանակում է, որ դե ֆակտո որտեղով որ անցնում է գազամուղը, ինքը հատուկ տարածք է։ Այսինքն այդ հատուկ տարածքը նշանակում է, որ այդ հատուկ տարածքը վերահսկում է նաև գազամուղի Այսինքն Հայաստանը պետք է հետ կանգնի այդ պայմանավորը։ Չէ, Հայաստանը պետք է ամբողջությամբ վերանայի իր մոտեցումը այդ ամեն ինչի։ Նա օգոստոսի 8-ը լավն է, բայց Հայաստանը Օգոստոսի 8-ը ես չեմ ասել, որ լավն է։ Եթե լավը չէ, ինչու չհրաժարվի։ Այդ ինձ չի այդ հարցը տրվում։ Նայեք, սխալ ես հարցը տալիս։ Ես նորից եմ ասում, Տրամպը, Դոնալդ Տրամպի որդին, Դոնալդ Տրամպի փեսան, դրանք բացասական պերսոնաժներ են։ Իրանք ռազմական հանցագործ Բենյամին Նետանյահուի բարեկամներն են եւ ինչ է դա կոչվում, դաշնակիցները։ Իրանց հետ կապված որևիցե գործողություն չի կարող Հայաստանի համար դրական լինել։ Վերջակետ։ Չի կարող դրական լինել։ Օգոստոսի 8-ը ում համար էր լավը։ Օգոստոսի 8-ից հետո օգոստոսի Նիկոլ Փաշինյանի նաև Հայաստանի համար։ Ախր Նիկոլ Փաշինյանը նորից եմ ասում, պաշտպանական, ռազմական, անվտանգային ոլորտից հասկանում ավելի քիչ, քան գետաձին բալետից։ Նիկոլ Փաշինյանը բան չի հասկանում դրանից, ինքը ինչ գիտի դա ինչ է։ Ես ասել եմ, հա, մեոկա որ ինչ գիտի նուշն ինչ է։ Ինքը բան չի հասկանում, բա որտեղից ինքը բանանի։ Օգոստոսի 8-ից հետո ասենք մի շաբաթ չանցած Ալիևը նորից ասեց բան Զանգեզուրի միջանցք։ Նիկոլ Փաշինյանի շրջապատը որոշեց, որ եկեք լավ կրոտի տալնենք, ասենք, որ այդ իրանց տարածքի մասն են ասում։ Ինչ մասն է խոսքը։ Օգոստոսի 8-ը ոչ մի բանի մասն է։ Օգոստոսի 8-ը դա Բայդենի, Բլինկենի բանի պատրաստած փաստաթղթի բանն էր։ Այդ արդեն համաձայնեցված էր։ Դա արդեն համաձայնեցված էր հունվարին, երբ որ իշխանապողություն եղավ Ամերիկայում։ Ռազմավարական փոխհամագործակցության այդ մասին փաստաթուղթը խարծան, որ ստորագրել է Բլինկենը։ Այն ինչ որ Նիկոլը ստորագրել է ամսի 8-ին, դա այդ նույն փաստաթղթի վերաձայնակերպված բանն է, որի մեջ ուղղակի ավելացրել է Տրամպը, որ սա ոչինչ չի նշանակում, մենք ոչ մի բանի համար պատասխանատու չենք, մենք բանակային ոչ մի բանով չենք օգնելու, մենք ոչ մի բան չենք անելու, էսի մի տարով է։ Հա, ամեն տարի կարա շարունակվի, առավելագույնը 4 տարի կարա տևի։ Այսինքն իր ժամկետի հետ է կապված։ Հա, հոյակապա լավ, ասենք, փաստաթուղթը լավ է։ Ամերիկայի ցանկացած փաստաթուղթ լավ է, որ ստորագրել են։ Ավելի լավ է, քան չստորագրել։ Հետո բա։ Բայց ինչ արդյունքի ենք հասնում։ Շոշափել ինչ արդյունք կա։ Խաղաղություն չկա։ Բոլորը ասում են խաղաղություն չկա։ Պատերազմ է։ Խաղաղության հակառակը դա պատերազմը չի, դա խաղաղության բացակայությունն է։ Այսինքն դու չես կարող բերել ներդրումներ։ Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը բավականին մեծ երկրների ցանկում գործում է։ Իրանք դե ֆակտո պատերազմ չունեն, բան չունեն։ Դու պետք է ներդրում բերես, որ տնտեսությունը զարգանա։ Տեսեք, երկրորդ նախագահ Քոչարյանն էլ կարծում է, որ պետք է Ինձ շատ քիչ է հետաքրքրում ինչա կարծում։ նաև Չինաստանին եւ Ռուսաստանին ներգրավել։ Ինձ նորից եմ կրկնում, ինքը երկրորդ նախագահ չի, իմ համար իր այդ մարդու կարծիքը գոյություն չունի։ Ինքը մարած օբլիգացիա է։ Ընդհանրապես իր խոսքը նույնիսկ հանրային դաշտ բերելը անիմաստ է։ Նա խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար։ Լավ, օքեյ։ Ընդունում։ Եվ հիմա Չինաստանի եւ Ռուսաստանի ներգրավումը այս գործընթացին իրատեսական է, դա Հայաստանի շահերից կարող է բխել։ Ռուսաստանի ներգրավվածությունը ցանկացած բանին, ասենք որ աղբահանություն կազմակերպենք Ռուսաստանը խառնված լինի վատ։ Ռուսաստանը տարածաշրջանից պետքա վռնդվի։ Ցանկացած տեղ, որտեղ Ռուսաստանը ներգրաված է, դա Հայաստանի համար վատ է։ Վերջակետ։ Ռուսաստանը ռազմական հանցագործ երկիր է, ինքը չպետք է լինի ոչ մի տեղ։ Ընդհանրապես դա աշխարհում իր վարկանիշը զրոյական է, ոնց կարա Հայաստանում մի երկիր, որը ագրեսիվ պատերազմ է տանում, որի ղեկավարությանը մեղադրում են մանկապղծության եւ ռազմական հանցագործների մեջ, ոնց կարա իր խառնվածությունը լավ լինի։ Մեր հիմնական խնդիրները դրանից է։ Այօրինակ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում անվտանգությունից եւ հենց դրանով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանից, որտեղ Նիկոլ Փաշինյանն էլ է համարում, որ Ռուսաստանի հետ կարելի է հարաբերությունները պահել։
Իսկ իրականում որպեսզի դու լինես անվտանգ երկրի ղեկավար, որտեղ քո երկրի անվտանգությունը որ ապահովված լինի, դու պետք է Ռուսաստանին թշնամանք հայտնող ճամբարում լինես։ Դու մենակ այդ պարագայում ես կարողանալու քո թիկունքից հարված չստանաս։ Այսինքն եթե դու կանգնած այդ մեջտեղը գոյություն չունի, Նիկոլին թվում է թե գոյություն ունի այդ մեջտեղը, որ մի քիչ ստեղ, մի քիչ ստեղ, մի քիչ ստեղ, մի քիչ ընդեր չկա։ Դա դիվերսիֆիկացիա է Դա իշխանությունը կոչում։ դիվերսիֆիկացիա չի, դա անբարոյականություն, պոռնկություն եւ անառակություն է։ Բոլորի հետ բարիգրացիական հարաբերություններ։ Այո, բոլորի հետ հնարավոր չի, ասենք դու չես կարող իրար թշնամանք արտահայտող եւ ուրիշ ճակատներում իրար սպանող երկրների հետ կամ ուժերի հետ լինես բարեկամ, չես կարող։ Նորից եմ ասում, Հայաստանը չի կարող։ Կան երկրներ, որոնք կարող են, բայց այդ երկրները ունեն ինչ որ ես սիրում ասել, հավելալ 2 տանկային կորպուս։ Որ իրենց չես կարա ներկայացնես, ասես եղբայր դու ասենք ինչի ես, ինքը ասում է ես բավականաչափ ուժեղ եմ, համ քեզ կծեծեմ։ Դրա համար երկուսից հետ էլ հարաբերություն եմ պահում։ Երկրներ Հայաստանի նման, որոնք ամբողջական կախվածություն ունեն տեխնոլոգիաներից, որովհետև այն որ Ռուսաստանից բանը անում այդ 40 ընտանիքին որ գալիս է, կարակ պետական վիճակագրություն նայեք, տեսնեք որ որևէ բան մենք չունենք դրական Ռուսաստանից գալացող, վաղուց արդեն չունենք։ Մեզ պետք է նորմալ ներդրումային մթնոլորտ։ Մեզ պետք է, որպեսզի միջազգային բանկային եւ ֆինանսական համակարգը Հայաստանին համարի ընդունելի երկիր ուղիղ ներդրումների համար։ Այդ բանկային համակարգը մեծ հաշվով ինքը արևմտյան է։ Դուք չունեք ռուսական ներդրումային բան։ Այս է սա հարցը։ Դուք պարտավոր եք լինել շատ լավ հարաբերությունների հետ, այն նրա հետ ինչ որ կոչվում է արևմտյան ճամբար։ Եվ մեզ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում էս Ադրբեջանի տարածքը որպես տարանցման համար է օգտագործելը դրական քայլ է։ Ոչ մի բանի մասին։ Դրական, բացական, ստեղ այդ էմոցիոնալ բաները թողեք։ Անասնակեր եք ստացել Ղազախստանից Ալիևի ուղիղ զանգով։ Այսինքն տոտալիտար երկրի տարածքով երբ որ ապրանք է գալի, դա չի նշանակում, որ տնտեսական բաները, մեխանիզմները աշխատեցին։ Չէ։ Ինչ որ մի հատ մարդ ապշերոնում նստած, ասենք որոշում է կայացրել, որ այսօր այս ապրանքը կարա գնա։ Դա տնտեսական մեխանիզմ չի։ Դուք չեք կարող Ադրբեջանի բորսայում կապնվեք ինչ որ մի ընկերության հետ, որը լոգիստիկ հարցեր է լուծում, ասեք իմ ապրանքը բեր։ Դու անձամբ պետք է Ալիևի հետ կապնվես, որ դա ինչ է։ Ժորդ, այս վերջերս Ալիևը հայտարարել է, որ ինքը եւ Կենտրոնական Ասիան դա այդ է։ 1000 տարի ասում եմ, շատ վատ է հնչում, բայց պետք է ասում էի, չէ։ Եվրոպայի սահմանը անցնում է Հայաստանի արևելյան սահմանով, դրա համար են իրենք կանգնած։ Ադրբեջանը մեզ հետ կապ չունի։ Ոչ մշակութային, ոչ տնտեսական, ոչ մի ձևի։ Նիկոլ Փաշինյանը, որ ուզում է իրան տանի կպցնի դրան, Տրամպը, որին շատ պետք է, որովհետև դա պետք է Նետանյահուին։ Նետանյահուին պետք է, որ Իրանը կտրված լինի Եվրոպայից։ Ընդամենը։ Այս գազատար, մազատար, որ ուզում են Սյունիքը կտրեն մեջտեղից, հասկանում եք, մի հատ երկար գիծ, մի հատ գազատար, մի հատ չգիտեմ ինչ, այդ ավտոմատ բերում է նրան, որ վերահսկողությունը այս ճանապարհի վրա տրվում է երրորդներին։ Դու գազատարի վրայով ճանապարհ չեք կարող անցկացնել, տակով թունել անցկացնելու համար իրանք պետք է տեղեկացնեն։ Պաշտպանական գիծը պետք է կտրված լինի այդտեղ այդ գազատարի մոտ։ Դու չես կարող խրամատ փորես գազատարի վրայով։ Երկաթգծի վրայով էլ չես կարող խրամատ փորես։ Դու ամբողջությամբ բացում ես, էլի եմ ասում, ամրոցը, պատերը քանդում ես, ասում ես դե էսի սենց ոբշին կարող գաք գնանք, բայց այսքան տեղը, բայց երթվեք, որ չեք բան անելու։ Ինչ չեք անելու, հիմա չեն անելու, վաղը կանեն, ինչ տարբերություն։ Մի բան, որը Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, Հայաստանի ոչնչացումը Ադրբեջանի եւ մեծ հաշվով թուրքական այդ Սելջուկ բոլշևիկյան այդ բանի մեջ ինքը 100-ամյա նպատակ ունեցող process է։ 100-ամյա կարճաժամկետ մի հատ վերանտրվելու, ասենք +5%, պլյուս հիմարեշեշ դուրս տալու, որ խաղաղությունա, որ տանի մարդկանց խափի, այսօր որ խափի, բանակն է սարքի 1 ու 6 ամիս, որպիսի վաղը չեմիսօրը պատերազմի ժամանակ
այդ մարդկանց ում որ ինքը այսօր խաբել է բոլոր երեխեքին մորթեն թուրքերը, որտեղ իրանցից ոչ մեկ չգիտի զենք պահել, դրա խաթր հիմա Նիկոլ Փաշինյանը գործողություններ է անում։ Այսինքն մենք ինչ պետք է ասենք աշխարհին, որ մենք մեկուսանում ենք, մեր տարածքով գազամուղ չանցնի, երկաթից չանցնի։ Կապ չունի դու աշխարհին ինչ պետք է ասես, նրա հետ ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Այն ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյանը ոչ մեկի ոտերին չի։ Մենք պետք է ասենք, որ մենք Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցող երկիր է կամ դիմում ենք անդամակցելու։ Եվրոպական միության տրամաբանության մեջ, տնտեսական զարգացման տրամաբանության մեջ, նաև պետք է լինի ինչ-որ բան։ Դու չես կարող, խնդիրը նրանում է, որ որպես մինուճար երկիր, մինուճար։ Եթե դու արևմտյան ճամբարում չես, դու թշնամական ճամբարում ես։ Սելջուկ բոլշևիկյան մեծամասնություն ունեցող այդ ագլոմերացիաներում Հայաստանը թշնամի երկիր է, իրանք պաշտոնապես ասում են ձեզ պիտի վերացնեն։ ԵԱՏՄ-ն թուրքական միասնություն է։ ԵԱՏՄ-ն թուրքական մեծամասնություն ունեցող բան է, այսինքն դու եթե չես գնում Եվրոպա, եթե դու չես գնում Եվրոպա, պետք է փակվես։ Հիմա մենք Թուրքիայի միջոցով պետք է գնանք Եվրոպա, թե Վրաստանի։ Միևնույն է ոնց, դու պետք է իրանց չսպասես, դու պետք է գնաս Եվրոպա։ Այն ոնց որ քո ապրանքը կգնա, այդ քո խնդիրը չի։ Այդ քո խնդիրը չի, նարեկ մի բան հայերը չեն կարողանում հասկանալ։ Տիեզերական մասշտաբի հարցերը լուծել պետք չի այս գլխից։ Կիկոսի մա պետք չի սարքել։ Դու դիմի, ապրանքը ոնց կգնա, այդ քո խնդրեմը չի։ Թուրքիայի միջոցով, Վրաստանի միջոցով, Իրանի միջոցով, էական չի ոնց։ Դու այնպես չի որ քեզ չեն ուզում ընդունեն, չես այդում որպեր է խոպեց ասած մի կտոր հաց դուր։ Չէ, իրանք լավ է գիտեն ինչ են անում, իրանք լավ է գիտեն Հայաստանը իրանք ինչին է պետք։ Թուրքիայի միջոցով Թուրքիան այդ մաքսային միության անդամ է, հա։ Եվրոպական միության ապրանքները Թուրքիա, եթե Հայաստանն է դառնա, Թուրքիայից գալու պարագայում իրանք լինելու են 0 մաքսային բանում։ Հա ձեռատալ է։ Ու ինչ։ Ինչն է խնդրեմը դրանում։ Ասենք ձեզ համար խնդրեմ չի Ադրբեջանից անասնակեր ստանալ, հա։ Բայց դա մասնավորն է բերել հիմա։ Նարեկ ջան, մասնավորն է, մասնավորը չի, անասնակերի մասին վարչապետը կարա խոսա, հա, ներկայացնի որպես իր ձեռքբերում, բախեր ներկայացնի որ ձեռքբերում է։ Ինչի էր վարչապետը խոսում, որ ներկայացնում, որ դա ձեռքբերում է։ Եթե մասնավորն է բերում անասնակեր։ Բայց պետությունն է հասել բանակցության, որ այդ ուրեմն մասնավոր չի։ Չէ, պետությունը ինչ։ Չէ, ուրեմն մասնավոր չի։ Քաղաքացու համար այլընտրանք անասնակեր է, նորից եմ կրկնում։ Դե այդ ներկրող անասնակերի կարիք անեցի, անասնակերը։ Ներկրող անասնակերը հետեւաբար պետությունը բիզնեսի շահերն է պաշտպանել, պետությունը իր ռեսուրսը դրել է, որ ինչ որ մի մասնավորի համար վիզ դնի ու անասնակեր բերի։ Դե ընդհանուր մի հոգու համար չի արել, ով ուզի նա էլ կարա բերի։ Հիմա մենք ինչ ունենք, որ վարչապետը կանգնում խոսում է ներկայացնում որպես հաղթանակ։ Եվ բանակցությունների արդյունք, վերջում պարզվում է անասնակեր է։ Հիմա էլ ասում ես մի հոգի համար է։ Այսինքն պետությունը ամբողջ ռեսուրսը դրել է վարչապետի մակարդակով մի հոգու համար գործ են արել։ Քրեական գործի բան է ստեղծում հենց հիմա։ Կարաս հավաքես տանես կտած դատախազություն ես գործում։ Չէ, այսինքն բա պետությունը չպետք է բիզնեսի համար այլընտրանքներ մտածի։ Այսինքն պետությունը այլընտրանք մտածելու եւ պետությունը ամբողջ ռեսուրսը դնելու թշնամական 1/3 պետության համար ապահովելու որ մեկ ներկրող անասնակեր բերի, դրանք տարբեր բաներ են ու ջանդամը եթե բերում է այդ ընթացքում վարչապետը չպետք է կանգնի ասի որ ինչ լավ է որ մենք խաղաղություն ունենք ինքը դա չի ասա որ անասնակերա կամ մեկ հոգու համար է ինքը դա ներկայացնում էր որպես տեսեք աշխատում է փայլուն է ֆանտաստիկ է ինչն է փայլուն ֆանտաստիկ որ Ալիևը թողել է անասնակեր այսինքն դիմա մեկ օրինակ այլ բան ուզի բերի չեն թողելու չգիտեմ հələ մի հատ փորձեք զենք բերեք տեսեք կթողեն հələ մի հատ թողեք երկակի նշանակության ապրանք բերեք տեսեք կթողեն լավ զենքը հասկանալի է ոչ այլ մթերք այլ իսկ ինչ ունեք էլ բերելու փոխպատ փորձեք բերեք տեսեք կթողեն անդեղից դες կծախեն Հասկանում եք ինչ է, ընդհանրապես ցորենը նույնիսկ անասնակերը, ինքը հումանիտար բան է, ապրանք է, իրան նույնիսկ Իրանին չի արգելում վաճառել։
Չնայած Իրանի պատժամիջոցները պակաս չեն, Ռուսաստանից 10 անգամ պակաս են երևի, 10 չէ, 8, բայց ամեն դեպքում նույնիսկ Իրանին արգելված չի։ Խոսքը նրա մասին է, որ ասենք վարչապետը կանգնում ասում է, չի լավ հիշում եմ ներկայացնում է, որ մենք բան ու երոյ, հետո վերջում պարզվում է, որ բան անասնակեր ես բերել, ապրես։ Հիմա որ ասես անասունը քո կուսակցության անդամներն են իրանց համար ես բերել, ում համար ես բերել այդ անասնակերը, ով պետք է ուտի դա։ Ինչ որ մեկի համար բերել ես, ասում ես մի հոգու համար է բերել, մասնավորի։ Այսինքն վարչապետը կանգնել է ամբողջ պետության ռեսուրսը, նաև մեդիա ռեսուրսը օգտագործել է նրա համար, որ գլուխ գովա, որ մեկ հոգու համար կոմերցիոն նպատակներով պետական շահերը օգտագործել է եւ անասնակերա բերել։ Ճիշտ եմ հասկանում քեզ։ Վարչապետը կամ կառավարությունը ընդհանրապես չեն բանակցել, որ օրինակ այդ ճանապարհը բացվի եւ ով ինչ ուզում է, թեկուզ հումանիտար։ Չգիտեմ։ Դու գիտես տես բանի մասին։ Ենթադրում եմ, որ չէ, շատ իզուր ես ենթադրում։ Դու գիտես փաստացի ապացույցություն ես, որ դրա մասին խոսել են։ Դե բայց եթե մի անգամ եղել է ինքը, Այն օվերչուտի եկը եւ բանը Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հիշատակ մնացած Մեղր Գրիգորյանը խոսել են Մեղրիով անցնող երկաթգծի մասին։ Դա միակ բանն է, որ ես հիշում եմ, որ խոսացվել է երկաթգծի տարբերակով։ Չէ, ես ասել եմ, որ երկաթգիծը տենց պետք է չաշխատի, բայց որպես պահանջ, որ երկաթգիծը պետք է Գյումրիով գա մտնի, գնա այնտեղով շարունակի տովուզով։ Բայց իրանք արդյոք խոսել են։ Դու ունես մանրամասներ։ Ինչ որ մեկը գիտի իրականում ինչա քննարկվել, ինչա քննարկվում, ինչա Տրամպի ուղու տակ, որտեվ ասենք նորից եմ ասում, փաստացի բանը Թուրքիան պատրաստվում է 30 թվականի 30-ից 32 թվականին Ղազախստանի հետ ունենա 3.2 միլիարդ դոլարի շրջանառություն։ Սա փաստ է։ 3.2 միլիարդ դոլարի շրջանառություն։ Ղազախստանը Կենտրոնական Ասիայի ամենամեծ երկիրն է։ Որտեղից են մնացածը ստեղծում։ Որտեղից է գոյանում այն հեքիաթը, որը դրված է այս ամեն ինչի տակ։ Ես տեսնում եմ այստեղ բան, ցանկություն Ալիևի ցանկացած բաներով ինքը նույնիսկ պատրաստ է այդ շուբան ֆինանսավորել։ Ուղղակի կտրել Սունիկը, որ վաղը չեմ սուրը վերցնի, գրավի։ Ու ես չգիտեմ ինչա, դա Նիկոլա ասում է Տրամպը խոսք ա տվել, ասել է որ կարամ զանգեմ։ Տրամպը ասեց պրոբլեմ լինի, մեծ պրոբլեմ լինի կզանգես։ Մեծ պրոբլեմ։ Դա հարց է Տրամպի համար որն է պրոբլեմ։ Իսկ եթե Տրամպը չի, իսկ եթե 26 թվականին դեմոկրատներն են գալի, ու Նիկոլին կանչում են, ասում են մենք քո համար այսքան արեցինք, դու գնացիր ընկար ես անասունի հետ, դե գնաս մենակով հետ հարցը կլուծես։ Ինչ ես անելու։ Ինչի ժամանակավրեպ գնալ հանձնվել Տրամպին, հարցս դրանում է։ Որտեվ Նիկոլի ոգևորությունը Տրամպով շատ նման էր Պուտինի ոգևորությանը Տրամպով։ Եվ ստեղ ես էլի տեսնում եմ, որ Նիկոլը միևնույն է, սա ինքնուրույն չէր այս ոգևորությունը, լոզերը, որ գնում էր չգիտեր ոնց բան աներ։ Չէ, այդ նույն Պուտինի բանն է, ռուսական ճամբարի ոգևորությունն է։ Հիմա Ռուսաստանից տեղեկություններ են հայտնում Նարիշկինի ղեկավարած կառույցը հատուկ ծառայությունը, որ Հայաստանը առաջիկայում հնարավոր է ռուսական ցորենից հրաժարվի եւ Կիևից դա բերի, եւ Ռուսաստանի նախագահի խոսնակն էլ ասում է, որ հատուկ ծառայությունը հենց այնպես հաղորդագրություն չի տարածում, այստեղ ինչ է տեղի ունենում այս մասով։ Ես անձամբ զբաղված եմ հիմա նրանով, որ Կիևում ցորեն արտադրողներին եւ Հայաստանի ներկրողներին կապում եմ իրար։ Չգիտեմ Նարիշկինը որտեղից է վերցրել, երևի դե ուժը շուկուրան գնում, բայց Ռուսաստանի Դաշնությունը բարձր կարգի ցորեն չի արտադրում։ Սովետական միությունում բարձր կարգի ցորեն արդյունաբերական մասշտաբներով արտադրում էր Ուկրաինա։ Ռուսաստանը չէր արտադրում։ Ռուսաստանը լավագույն դեպքում կարող արտադրել առաջի կարգի, բայց այդ ցորենը արգելված է արտահանել Ռուսաստանից։ Դրա համար անասնակիր է գալի տարբեր տեսակ։ Դրա համար այդ հավելումներով բաներն է գալիս։ Հավելումներ են բանանում, դրանով ռակի բնային իրան։ Հիմա մենք զբաղված ենք դրանով, որ փորձում ենք այդ հարաբերությունները ստեղծել Ուկրաինայի հետ։ Հերքեց Նիկոլ Փաշինյանը այդ։ Նիկոլ Փաշինյանը չի ասում, ես եմ անձամբ զբաղվում, Նիկոլ Փաշինյանը փոքր է, ինձ զբաղվել է հերքի։ Լուրջ եմ ասում, Նարեկ, շատ խնդալու բան ես ասում, ես եմ զբաղվում։ Նիկոլ Փաշինյանը ով դառավ, որ իմ ասածը հերքի։
Նիկոլ Փաշինյանը կարա հերկի լավագույն դեպքում իր քարտուղարով ասածը։ Եվ այդ ձեր սկսած գործընթացը ուր է հասել, երբ առաջին խմբականակը Չգիտեմ, ես Ուկրաինայից կապում եմ ներկրողներին եւ արտադրողներին։ Հիմա այս ամսվա վերջ Կիևում ագրոբանա լինելու, ագրոցուցահանդես, հիմա աշխատում ենք դրա վրա։ Չգիտեմ երբ կլինի։ Իրանք կպայմանավորվեն, կգնեն, չեն գնի, այդ խնդիրը չի։ Մարդ կա այստեղ կոպիտ ասած գումար ունի, ուզում է ծորեն բերի, այնտեղ մարդ կա ուզում է ծորեն վաճառի։ Իրանք իրար չեն վստահում, ես փորձում եմ այդ բանը ապահովեմ, որ այդ վստահությունը ստեղծեմ, իրանք բանան, այդ կապը ստեղծեմ, թե հիմա իրանք դրանով կսահմանափակվեն, թե նաև, չգիտեմ, ձետ կբերեն, բան կանեն, դու Ուկրաինան ահագին բան արտադրում, որը հնարավոր է եւ մեծ հաշվով ինքը շատ հանգիստ կարա Հայաստանում զգալի շուկայի զգալի մաս զբաղեցնի։ Վերադարձնի, որովհետեւ մինչեւ պատերազմը կար ուկրաինական ապրանք ստեղ։ Բազմաթիվ բաներ կան, որոնք այնտեղ արտադրվում են, մենք ասենք որակը լավն է։ Ընդ որում այնտեղ արդեն իսկ բարձր որակը ներդրված է պետական ստանդարտով, այսինքն չես կարող այնտեղ անասնակեր հրամցնես մարդուն, էլի, որտեղ այդ Եվրոասոցիացիոն վաղուց ստորագրված է։ Նարիշկինի այս հայտարարությունը ընկալվեց որպես այսպես հիբրիդային մաս, որ փորձում են ինչ-որ sense խառնաշփոթ առաջացնել, դա իշխանությունը ամեն դեպքում այտենց նման մեկնաբանություններ տվեց եւ մինչեւ այդ էլ Washington Post-ի հրապարակումներ եղել ոչ միայն Հայաստանին առնչվող, այլ նաեւ Մոլդովային, Ղազախստանին, որ Ռուսաստանը գուցե եւ շատ ուզեր օրինակ Ղազախստանի հետ մտներ ուղիղ պատերազմի մեջ, բայց այս փուլում հաշվի առնելով, որ մեկ այլ ուղղությամբ խրված է այդ պատերազմի մեջ, կփորձի տեղեկատվական ինչ որ գրոհներ անել, նաեւ Washington Post-ը նշում էր, որ քան որ Հայաստանն էլ է առաջիկայում նախընտրական, նաեւ այդ ամեն ինչը կլինի Հայաստանի ուղղությամբ, նախ ինչքանով է իրատեսական Ղազախստանի եւ Ռուսաստանի մեջ ուղիղ ռազմական բախում։ Ընդհանրապես իրատեսական չէ։ Բայց ինչ իրենք օրինակ բարբերաբար ասում են պետությունը կասկածի տակ են դնում։ Բայց իրատեսական չէ։ Որովհետև բաներ կան, գործոններ կան։ Մի բանա որ լրագրողները բան են ուզում, վերնագիր են ուզում, մանավանդ Washington Post-ը, ովքեր քարտեզի վրա Ղազախստանը չեն գտնում։ Մյուս բանա որ մենք լավ գիտենք, հա, Ղազախստանը եւ Ռուսաստանը 6000 կիլոմետրի սահման ունեն։ Ուղղակի 6000 կիլոմետր ոչ սրանք, ոչ նրանք խրամատ չեն կարող փորեն։ Դա այդ են պատերազմն է, որ քոչվորների պատերազմը, որտեղ պատերազմը գնալու է, ասենք, չգիտեմ, Ղազախները մտնելու են Օրենբուրգը, վառեն դուրս գան, ռուսները մտնելու են, չգիտեմ, Ալմատան, վառեն դուրս գան ու վերջ, դա պատերազմ չէ, դա քոչվորների ինչ որ վազվզոց է։ Չէ, ես իհարկե հասկանում եմ, որ ռուսներն էլ են օգ խորքում քոչվոր, բայց այդ քոչվորների նորմալ կյանքը դա պատերազմ չի, իմաստ չունի։ Ես չգիտեմ, բանը Ղազախստանը նախ Ռուսաստանի հանդեպ թշնամական չի։ Այսինքն Ղազախստանը երբևիցե չի փռշտացել եւ ունքը չի բարձրացրել Ռուսաստանը։ Ղազախստանի ցանկացած գործողություն միշտ համաձայնեցված է Մոսկվայի հետ։ Ղազախստանը մեծ հաշվով ինքը եղել է Ղրղստանի սովետական սոցիալիստական հանրապետության ինքնավար հանրապետություն։ Ինքը հետո է դարել անկախ որն է առանձին դե պատմությունը ծանր է։ Ղազախստանը այդ բաներից է, որը հեղինակված է խորհրդային միության տրամաբանությամբ, իր ստեղծումը պետական ինստիտուտներ ստեղծել է ղազախների համար, դա սովետական միության բաներից էր, տրամաբանությունից էր բխում։ Դա չէր բխում ազգի զարգացման մակարդակից, այսինքն այնտեղ ինչ-որ բաներ կան, գիտականորեն տենց ինչ-որ գրադացիա կա, այդ գրադացիային հələ որ ղազախները չէին ասել։ Երբ որ սովետական միությունը որոշեց, որ սա պետք է լինի պետություն, պետականություն պետք է ունենան, իրենք դեռ չէին հասել այդ բանը։ Իսկ այս 5+1 ձևաչափով հանդիպումն էր Ռուսաստանի հետ համաձայնեցված։ 5+1-ը դե Թուրքիան, հա։ Չէ, Վաշինգտոնում այդ։ Այդ սենց ասեմ, համաձայնեցված որն է, զեկուցված։ Դա ակնհայտ է, չէ, դրա Տոկաևը դրա համար եկավ գնաց ընդ։ Սա բայց արդյոք Ամերիկայի ազդեցության աճ չի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Կենտրոնական
երբ որ Ռուսաստանը դեմոկրատական բան էր։ Այնտեղ նույնիսկ Qırğızstանը իրանց հիմնական բանն էր, հենակետն էր համարվում, բայց հիմա ոչ։ Տրամպի քաղաքականությունը America First, այսինքն ամերիկան ամեն ինչից վեր եւ ամեն ինչի կենտրոնում չի նախատեսում։ Մեզ մոտ խնդրեմը նրանում է, որ Ամերիկային վերագրում են բաներ կամ Տրամպին վերագրում են բաներ, որ ինքը ի սկզբանե չի կարող լինի։ Տրամպի ադմինիստրացիան պատրաստ է ամբողջ աշխարհը ծծմբաթթուով վառել բացի Իսրայելից եւ Ամերիկայից։ Իրանց համար գոյություն չունի աշխարհ։ Այդ մարդը կատակ չէր անում, որ ասում էր Հայաստանին, ասում էր մեկ Կամբոջա, մեկ Ալբանիա։ Ինքը չգիտի, չի իմացել, չի էլ պատրաստվում իմանալ։ Ինքը թերի է կրթությունով, թերի է իմացությամբ, թերի է բարոյական ողնաշարով, իր մոտ ամեն ինչ խնդրեմ է։ Ինքը իր երկրի համար կարող է լավ նախագահ, չնայած ես որ նայում եմ, տեսնում եմ, որ ոչ։ Իր երկրի համար էլ լավը չի։ Այսինքն խնդրեմ է ինքը ամբողջ աշխարհի համար։ Ինքը չի կարող լինել։ Այդ սաղ պատմությունները, որ ինքը կենտրոնական Ասիայում ուզում է, այդ ինքը չի ուզում ուժեղանալ։ Էլ եմ ասում։ Գոյություն ունի իրանց մոտ տրամաբանություն, որը դեռևս Զբիգնև Բժեզինսկու ժամանակվանից է, որ կենտրոնական Ասիան դա կարևորագույն կետն է Եվրասիա մարտհամակի եւ դու բան այդ գաղափարային է, որ այդտեղ պետք է լինես ուժեղ, որ Ռուսաստանը բանան ուժեղ չլինի։ Այդ ինչ որ մնացորդային մոտարապես 70+ տարեկան մարդիկ, ովքեր Տրամպի շրջապատում կան, իրանց մոտ բանա մնացորդային տենց բանա, որ այնտեղ պետք է լինել։ Բայց տարածքում արդեն Ռուսաստանը չի թելադրող։ Տարածքում թելադրող է Չինաստանը, բացի Չինաստանից կա նաև Ռուսաստանը, կա նաև Թուրքիան։ Եվ մեծ հաշվով կենտրոնական Ասիան, որը որ մատակարարում է ինչ որ նավթ, գազ, բան, ինչ որ sense բաներ, մեծ հաշվով ոչ մեկին չի հետաքրքրում։ Ուղղակի ինչ որ ռելիկտով իզլուչենիա, ինչ որ հնից մնացած ավանդույթ, արդեն որը ոչ մեկին չի հետաքրքրում, դարձել է ադատ։ Արևմուտքն էլ է փորձում այնտեղ լինել։ Բայց իրականում դա ոչ մեկին պետք չի արևմուտքում։ Ոչ նրանց արտադրած նավթն ու գազն է պետք, որը քիչ է։ Ոչ էլ բան, ուղղակի պետք է էլի այն որ բանալ լինենք սենց։ Եվ վերջում Նիկոլ Փաշինյանը խորհրդանում հայտարարեց, որ Հայաստանում ընդդիմությունը ըստ երևույթին ազդեցության գործակալ է օտարերկրյա պետությունների համար, նրանք ուզում են ժամանակակից Հայաստանի նկատմամբ ներշնչել զզվանք, արհամարհանք եւ անհարգալից վերաբերմունք։ Դուք ինչպես կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը։ Ինքը նկատի ունի բանի ազգային ժողովի ընդդիմությանը։ Ես մեծ հաշվով համարում եմ, որ այդ հարցում ինքը ճիշտ է, բայց կա նաև մեկ բայց։ Իրանք էլ են ներշնչում ժամանակակից Հայաստանի նկատմամբ զզվանք եւ բան, այսինքն այդ նախկինների ես իսկ Նիկոլ Փաշինյանը նախկին է։ Նորից եմ հիշեցնում, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել են նախկինները, որտեղ իրանք ունեին ազգային ժողովում 7 ձայն։ Երբ որ ինքը ընտրվեց վարչապետ ազգային ժողովում, ինքը 7 ձայն ուներ։ Բայց ժողովուրդը չճնշեց, որ նախկինները բան։ Նորից եմ կրկնում, իր համար քվեարկել են նախկինները, հետո այդ նախկինները մտել են իր կառավարության մեջ եւ շատ երկար եղել են։ Եվ հետո նույնիսկ դրանից հետո նորից եմ ասում, Բարգավաճ Հայաստանի քվոտաներով քաղաքական դաշտ մտած մեր Գրիգորյանը շարունակում է գործել իր կառավարության մեջ, ինքն է շատ գոհ է, հենց որ Նիկոլ Փաշինյանը նախկին է։ Ուղնու ծուծով։ Իսկ այդ ազդեցության գործակալների ազդեցություն ճիշտ է ասում։ Ինքն էլ ազդեցության գործակալ է։ Ում։ Ռուսաստանի։ Ինքը փորձում է մինչև հիմա մեզ հրամցնել եւ համոզել, որ ԵԱՏՄ-ն լավ է։ Ինքը սուտ է խոսում նրա մասին, որ դա լավ է։ Ինքը սուտ է խոսում, դա լավ չի։ ԵԱՏՄ-ն լավ չի, ԵԱՏՄ-ն լավ է Ռուսաստանի համար։ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն վատ է։ Նորից եմ ասում, մենք վերջի 4-5 տարվա ընթացքում, ասենք մինիմում $1 միլիարդ հենց այնց տվել ենք ԵԱՏՄ-ին։ Մենք տեղ չունենք ծախսելու այդ գումարները։ Հայաստանը տեղ չուներ այդ գումարները ծախսելու։ Հələ $1 միլիարդ բերնով ասա։ Ընդ էլ չասած ինչքան ենք մենք հավելյալ վճարում ցանկացած ապրանքի համար, որը այդ ճահիճներից այդ աղբը չի, աղբ պարտադրող Ռուսաստանից չի գալիս, որը որ ինչ-որ ԵԱՏՄ-ի բաներ են վրան, մաքսատուրքեն են ավելացած։ Հələ մեկ նայ տեսել։
Ինչ որ կա ինչ որ օլիգարխատ, որը դրանից փող է աշխատում, նորմալ մարդիկ դրանից փող են աշխատում։ Իհարկե վատ է, իհարկե ճիշտ է ասում։ Նրանք գործակալներ են, ինքն էլ է գործակալ։ Իրանք գործակալներով պայքարում են հաճոյանալու բանին, այդ անուն ինչա։ Բունկերային առնետին։ Իրանք փորձում են փրկել Հայաստանը Ռուսաստանի ծիրի մեջ։ Այդ կարգավիճակը։ Շնորհակալություն, պարոն Ես եմ Սարգսյան։ շնորհակալ։